Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է թվում, բայց ֆուտբոլի գնդակի պատրաստման գործընթացը շատ ավելի բարդ է, քան կարող եք պատկերացնել։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Ամեն ինչ սկսվում է 4 թերթիկներից կազմված ֆորմայից, որը բարձր ջերմաստիճանի պայմաններում ընկղմում են հատուկ կաուչուկի մեջ։ Դուրս բերելուց հետո ֆորման հավասարաչափ պատվում է ռեզինով, ձևավորելով գնդակի արտաքին թաղանթը։ Այնուհետև ֆորման տեղադրում են վուլկանիզացման խցիկում, որտեղ կաուչուկը հեղուկ վիճակից դառնում է էլաստիկ եւ ամուր։ Սառչելուց հետո թաղանթը հանում են եւ տեղադրում օդային փականը, ավարտելով ներքին ձևավորումը։ Գնդակի ամրությունն ավելացնելու եւ հարվածները հավասարաչափ բաշխելու համար փչված ներքին խցիկի շուրջ փաթաթում են պոլիեստեր կամ նեյլոնե թելերի մի քանի շերտ։ Միաժամանակ պատրաստվում են արտաքին վահանակները 26 անկյուն եւ 12 հնգանկյուն մասերից։ Վահանակների եզրերը պատվում են ջերմասոսնձով եւ միացվում են երկու կիսագնդերի։ Վերջում երկու կիսագնդերը ներքին խցիկի հետ միասին սեղմվում են ջերմամեքենայում 120-ից 150 աստիճան Ցելսիուսի պայմաններում։ Բարձր ճնշման տակ սոսինձը հալվում է եւ բոլոր մասերը միանում են առանց կարերի։ Այսպես ֆուտբոլի գնդակը լիովին պատրաստ է օգտագործման։ Այն կարող է գլորվել ցանկացած խաղադաշտում, նույնիսկ աշխարհի առաջնության ընթացքում։ Իսկ դու գրիր մեկնաբանություն, գիտեր գնդակի պատրաստման այս հետաքրքիր ձևը։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։